Ես առիթ ունեցել եմ տասնյակ անգամներ օգոստոսից 8-ից հետո հայտարարելու, որ Վաշինգտոնում տեղի է ունեցել Ադրբեջանի և Միացյալ Նահանգների գործարք, որտեղ Նիկոլ Փաշինյանի բուտաֆորիայի դեր էր վերապահված, ըստ էության նույն բանն, ավելի դաժան գնահատական ի դեպ Կամ այն տղու դերը, հա, որը Թրամփը այն տղու, այն քո հայրենակցի, հա, ավելի դաժան գնահատական տվել է Էվանսը, Հայաստանը Միացյալ Նահանգների նախկին դեսպանը, որին շատ դժվար է ադրբեջանամետ լինելու մեջ մեղադրել, նա ասել է բուլդոզերի տակ գցեցին Հայաստանին օգոստոսի 8-ին, բայց չմոռանանք, որ ավելի ոչ կոռեկտ հայտարարություն արել է նաև Թրամփը։ Հենց 3 առաջնորդների բրիֆինգի ժամանակ, երբ որ հայտարարեց, որ բացառիկ իրավունքներով 99 տարով այդ տարածքը տրվում է Միացյալ Նահանգներին, հետևաբար Ֆիդանի անկեղծությունը կամ փակագծեր բացելու գայթակղությունը վենեսուելական դեպքերի կնիքը համարեք, այսինքն Վենեսուելայից հետո ընդհանրապես սկսել են բաց տեքստով բոլոր ամեն ինչի մասին խոսել, եւ բայց բացարձակ ճշմարտություններ է ասել ցավոք սրտի Ֆիդանը, բացարձակ, եւ ավելի հետաքրքիր մի նկատառում կա նրա այդ հարցազրույցում, կարծեմ հունվարի 8-ին տված, որտեղ նա ասում է, որ Թուրքիայի դիրքորոշումները ռեգիոնալ եւ հարակից ռեգիոնների նույնական են, քաղաքականության հարցում նույնական են Թրամփի դիրքորոշումների հետ։